Մահից հետո չկա ողորմություն, այլ կա դատաստան։ Մի ասա, որ Աստված ողորմի, մահից հետո կա դատաստան եւ չկա ողորմություն։ Ողորմությունը կենդանիներու, այսինքն ողջերու երկրի մեջ է, բայց դատաստանը մեռելների երկրի մեջ է։ Այսինքն մահից հետո չկա ողորմություն, ինչքան էլ ասենք Աստված ողորմի իրան։ Ասում է, ողորմությունը կյանքից ավելի լավ է։ Ամեն մարդ պիտի կանգնի սուրբ Աստծո առջև եւ պատասխան տա իր բոլոր գործերի համար։ Եվ դու կարծում ես, որ բարի մարդ ես, ավետարանը ասում է, չկա ոչ մեկը բարի։ Թող քեզ ասեմ, մտածիր արարքներիդ մասին։ Կյանքից ավելի լավ է։ Ամեն մարդ կանգնի սուրբ Աստծո առջև եւ պատասխան տա իր բոլոր գործերի համար։ Եվ դու կարծում ես, քեզ համար որ բարի ես, թող տեսնեմ մտքերդ, որ մտածեցիր։ Եվ թող դիտենք որպես տեսաժապավեն այն մտքերը, որ մտածեցիր։ Ինչքան ցանկացիր կիներում, ինչքան ցանկացիր տղամարդկանց, ինչքան սուտ խոսացիր, ինչքան հավիեցիր, ինչքան շնացար, ինչքան Տերոջը դեմ մտածեցիր քո սրտիդ մեջ։ Աստված միայն գիտի այս բոլորը եւ դու պատասխան պիտի տաս այս բոլոր գործերի եւ մտքերի համար եւ սրտիդ բոլոր փափակների եւ ուղղվածության համար։ Սուրբ Աստծո առջև մի ծաղրիր, լսիր, Աստված իր սրբությամբ ծաղր չի լինի, ատում է չարությունը։ Սաղմոսը ասում է, մերժում է բոլոր անօրենություն գործողները։ Կա դատաստան, որ գալիս է ամեն մարդու վրա, ով չգիտի Հիսուս Քրիստոսին եւ չի ընդունում Հիսուս Քրիստոսին։ Եթե նույնիսկ գնաց եկեղեցի, եթե խաչ անեց, եթե մկրտվեց, եթե ծոմ պահեց եւ անգիր սովորեց Աստվածաշունչը, եթե չծնվի նորից եւ չփոխվի իսկական ապաշխարությունով եւ զղջումով, ուրեմն վերջդ դատաստանն է հավիտենական դժոխքը։ Երևակայում ես ամենախիստ, ամենամեծ բանտը կամ ամենաերկար կալանքը ունի վերջ, կամ միջև մահ, կամ մահից հետո, դուրս կհանեն քեզ, բայց դժոխքի մեջ պիտի փնտրես մահը, կամ վերջը ու չգտնես։ Եվ այս պատկանում է քեզ և հեռու չէ քեզանից, և իմ և քո առաջ է, քո անձդ պիտի կործանվի դժոխքի մեջ։ Եվ շատ իրական է դժոխքը, և ապացույցը, որ իրական է, բոլորը մերժում են, բայց ոչ մեկը չի մերժում, որ Սուպերմեն կա։ Ինչպես որ ասեց հայր Աբրահամ, ողորմիր, խնդրում էր ողորմություն մահից հետո, ուղարկի Ղազարոսին, որ իր մատով, մատի ծայրը թաթախի ջրի մեջ լեզուս զովացնի միայն, որ տանջվում եմ այս կրակի և բոցի մեջ։ Մեկը խնդրեց, որ միայն լեզուն թրջվի այս ողորմությունը։ Ով որ հիմար ասի, ոչ եղբորը, այս բառը ասելու համար արժանի է դժոխքի կրակին։ Երևակայիր, որ աչքդ վիրավոր ես։ Ով կասի, որ իչքան պետք է ցավաս։ Եթե դու, ոչ ուրիշը, աչ ձեռքդ կոտրվի, իչքան պիտի ցավաս։ Եթե կոտրվի քո աչ ոտքդ, իչքան պիտի ցավաս։ Ասում է, որ այս ավելի լավ է, կամ բարի է քեզ, քան դժոխքի ցավ ու չարչարանքը։ Որտև այսպես սիրեց Աստված աշխարհը, որ միջև իր միածին որդին տվեց, որպեսզի ով որ իրեն հավատա, չկորչի, հապա հավիտենական կյանք ունենա։ Հիսուս ասեց, ես եկա, որ կյանք ունենաք և հորդառատ կյանք, և Աստված ինք դրեց ելքը և փրկության ծրագիրը, ասելով, ես պիտի կրեմ խաչը, այն, որ դու պիտի չարչարվես կրակի մեջ, ես քո փոխարեն կչարչարվեմ խաչի վրա և վերցնեմ քո փոխարեն բոլոր մեղքերդ և բոլոր անեծքներդ։
Աստված ասեց Աբրահամին, որդիդ Իսահակը դիր զոհասեղանին։ Եվ երբ որ դրեց զոհասեղանին եւ պատրաստում էր զոհը կատարել, Տերոջ հրեշտակը երված եւ ասեց տղուն ձեռք մի տար, եւ Աբրահամ նայեց եւ տեսավ գառնուկը փուշերի մեջ։ Եվ վերցրեց գառնուկը, դրեց զոհասեղանին, Իսահակի փոխարեն, այսինքն գառնուկը Հիսուսն էր, իսկ Իսահակը դու։ Քեզ վերցրեց զոհասեղանից եւ դրեց իր որդին քո փոխարեն եւ մորթեց։ Ավետարանը ասում է, պիտի տեսնեմ այրյունը եւ պիտի անցնեմ։ Որ այրյունը, Հիսուսի այրյունը, որ վճարեց քեզ համար, որ ազատի դժոխքից եւ մեղքից եւ մահից եւ տհավտենական կյանք։ Եթե հավատաս Հիսուս Քրիստոսին որպես փրկիչ եւ սրճաս ու դառնաս քո բոլոր մեղքերից եւ ասես Տեր, ես գալիս եմ, քեզ ներիր ու ողորմիր, քանի դեռ ժամանակ կա։ Ավետարանը ասում է, որ թող Հիսուս Քրիստոսի այրունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ Ես ոչ մի բան չեմ անում, որպեսզի երկինքը ժառանգեմ, այլ վստահում եւ հավատում եմ, թե Հիսուս ինչ արեց ինձ համար եւ պիտի հետևեմ։ Աստված, լինելով մեծ եւ հզոր, գալիս է քո կյանքիդ մեջ եւ վերցնում կամ դուրս հանում քեզանից հին Ադամը եւ տալիս նոր Ադամը, որ լինես նոր ստեղծված։ Եվ այդ վայրկյանից ամեն անեծ, ամեն մեղք, ամեն մահ եւ դատաստանի վճիռը կանցնի։ Չկա դատաստան նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են։ Եվ ինք սպասում է, որ դու զղջաս եւ դառնաս, որպեսզի բնակվի ինք քո մեջ, եւ այս մարմինը, որ մեղքի գերի է, կվերափոխվի եւ կդառնա տաճար եւ տուն Սուրբ Հոգու համար, եւ մարմինը առանձնացած է Հիսուսի ներկայության համար, որ իր ներկայությունը լինի քո մեջ։ Ասում է սրանից հետո մեղքը թող չիշխի ձեր մարմինների վրա, որովհետեւ դուք հնազանդված եք ոչ թե օրենքին, այլ շնորհքին։ Եվ Սուրբ Հոգին վկա է, որ հարուցանեց Հիսուս Քրիստոսին մեռելներից, եւ հիմա ինքը ողջ է եւ սպասում է, որ դառնաս եւ զղջաս, որպես ինքը բնակվի քո մեջ։ Արդյոք այսօր քո որոշումն է, որ հետևես Տերոջը։ Ուզում եմ քեզ ասեմ, քո մեղքերդ քեզ ներված են, գնա եւ էլ մեղք մի գործիր։ Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ձեզ հետ։